Հայաստանի ևս երկու խոշորագույն քաղաքների Գյումրիի ու Վանաձորի բնակիչներն ու հյուրերն այսուհետև կօգտվեն նորագույն ցանցից։ Թիմ Տելեկոմ Արմենիան այս քաղաքներում գործարկել է 5G ցանցը, որի շնորհիվ այստեղ բնակիչներն էլ ավելի բարձր արագությամբ և հուսալիությամբ կօգտվեն բոլոր ժամանակակից թվային հարթակներից ու ծառայություններից։ Այսպիսով, թիմի 5G ցանցն արդեն իսկ հասանելի է հանրապետության 3 խոշորագույն քաղաքներում՝ մայրաքաղաքում և Շիրակի ու Լոռու մարզկենտրոններում, մանրամասնում է Թիմ Տելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Տարեսկզբից սկսել էինք լայնամասշտաբ բջջային ցանցի վերազինման աշխատանքներ և 4G ցանցի վերազինման աշխատանքները և 5G ցանցի ծածկույթի ընդլայնման։ Գրեթե զրոյից կառուցում ենք նոր սերնդի, նոր որակական չափանիշներով ցանց և այսօր կարող ենք փաստել, որ Գյումրիում և Վանաձորում ունենք արդեն 5G ծառայություն ամբողջությամբ հասանելի։ Նորագույն ցանցի կառուցումն ընկերությունն իրականացնում է միջազգային ստանդարտներին համապատասխան Էրիքսոն գերժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ։ Խոշոր քաղաքներում 5G ցանցի ներդրմանը զուգահեռ Թիմ Տելեկոմ Արմենիան շարունակում է իրականացնել նաև իր ռազմավարական ծրագրերից հերթականը՝ 2G ցանցի փոխարինումը։ Մենք գնում ենք նոր տիպի ցանցի կառուցման, որը հնարավորություն է տալու մեզ 2G ծածկույթը անջատել, որպեսզի մեր նոր սերնդի ցանցերում էլ ավելի լավ ծառայություններ կարողանանք մատուցել։ Այս քայլերը մեզ հնարավորություն կտան ավելի անվտանգ ցանց ունենալու և ավելի արդի և ավելի նորարարական լուծումներով հանդես գալու մեր բաժանորդների համար։ Թիմ Տելեկոմ Արմենիայի տնօրենն ընդգծում է՝ իրենց կարևորագույն նպատակն է, որ որակյալ և ժամանակակից ցանց գործի ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ նաև մարզերում, մեծ ու փոքր քաղաքներում։ Բնակավայրերում իրականացվող արդիականացմանը զուգահեռ ցանցի վերազինումն իրականացվում է նաև միջպետական ճանապարհներին, ապահովելով կապի ծառայությունների հուսալիությունը նաև երթևեկության ընթացքում, ասում է Թիմ Տելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Վստահ եմ, որ մենք այնպիսի ցանց ենք կառուցում, որը դեռ տասնյակ տարի մեզ կպահի տեխնոլոգիաներին համահունչ, հնարավորությունը ընձեռելու ենք ողջ Հայաստանի տարածքում, ոչ միայն Գյումրիում, Վանաձորում, Երևանում, այլ մյուս քաղաքներում և գյուղական վայրերում։ Թիմ Տելեկոմ Արմենիայում վստահ են, որ հաջորդ 2026 թվական ընկերությունը մուտք կգործի լիովին արդիական ցանցով և բարձր որակական չափանիշներով։ Աննա Հարությունյան, Ռադիոլուր։